Ուզում եմ մի կարճ մեկնաբանություն անել այսօր առավոտյան, քանի որ պարոն Ալեքսանյանն էր նիստը վարում, ես այդ արձանագրումը պիտի անեի հիմա, երբ որ ես եմ վարում։ Նախ ուզում եմ երկրորդել պարոն Ալեքսանյանի առավոտյան արած մեկնաբանությունը եւ նաեւ իմ կողմից ասել, որ երեկվա նաեւ դրվագը նիստի ժամանակ Հայաստան դաշինքի իմ գործընկերների հետ պիտի ասեմ, որ գտնում եմ, որ այսուհետ Ազգային ժողովի նիստի բնականon ընթացքը ապահովելու տեսանկյունից երկուստեք պիտի փորձենք ամեն բան անել, որպեսզի նման իրավիճակներ չլինեն։ Ես նաև որպես ԱԺ փոխնախագահ այդ պատասխանատվությունը ստանձնում եմ, որ հետագայում իմ կողմից այդ քայլերն անեմ, որովհետև կարծում եմ, որ այնուամենայնիվ մենք 8-րդ գումարման խորհրդարանում արդեն ինչքան հնարավոր է սրություն ապահովել ենք։ Եվ այս գումարման խորհրդարանում պիտի փորձենք թիրախավորել ոչ թե իրար, այլ պիտի փորձենք թիրախավորել գաղափարները։ Ես իմ տեսանկյունից կփորձեմ դա հնարավորինս անել, իհարկե պահպանելով քաղաքական բանավեճի սրությունը, բայց միևնույն ժամանակ ապահովելով Ազգային ժողովի նիստերի բնականon ընթացքը։ Եվ ես հույս ունեմ, որ մենք բոլորս կառաջնորդվենք այս տրամաբանությամբ եւ էպիզոդիկ անախորժություններն էլ կլինեն էպիզոդիկ եւ ոչ թե կդառնան համակարգային։ Սա ուզում եմ, որ անկեղծորեն բոլորս հաշվի առնենք եւ ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը մեզանից այլ ակնկալիք ունի։ Ես հիմա պիտի սպասեմ, պիտի բոլորս սպասենք, որպեսզի Տիկին Մինասյանը եւ հաշվիչ հանձնախումբը մոտենա եւ մենք արդեն կանցնենք մեր հաջորդ քայլին։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։